Փառտիրոջի եղբայրներ եւ քույրեր։ Ամեն։ Գիտեք ինչն է ցավալի, որ ասենք աշխարհը համերգներ աղնեմ, չգիտեմ միջոցառումներ աղնեմ, անես մարդիկ գոռում են, փառաբանում են, տվյալ երգիչին, երգչուն, բայց մենք հզոր Աստծուն, որ պիտի փառաբանենք շատ տեղեր, ամեն։ Սրտաս փառք Տիրոջ իր ամեծ ողորմության համար մեկ ամաչի, ձայներդ բացեք ու բարձրացեք փառավորեք այդ հզոր Աստծուն, մեծ արեք այդ հզոր Աստծուն, թող ամաչեն նրանք, ովքեր որ անօրենության ճանապարհն են բռնել, եւ ցնծան եւ ուրախանան են հոգիները, որ Տիրոջը զավակներ են, այսօր դուք ամեն մեկը Աստծո զավակներ եք, փառավորվի Աստված, իր մեծ անունը, Տեր օգնի հարազատներ, ես ուզում եմ խոսամ մեկ նյութի մասին, որ այսօր մենք թեպետև ամեն բանն էլ կարևոր է, բայց այնքան որ տեսնում ենք, որ ժամանակները մոտենում է, իրադարձությունները վայրկյան առ վայրկյան փոխվում է, ուզում եմ այսօր խոսամ, թե այսօր մենք ինչ ենք փնտրում եւ ում ենք փնտրում, եւ ուզում եմ խոսամ մեկ անձնավորության մասին, որի անունը Գեզի էր, ինձ թվում է, թե բոլորդ արդեն հավատացյալները արդեն գիտեցան, թե Գեզին ինչով տարվեցավ և մի Գեզին աշակերտ էր, ում աշակերտն էր, Եղիսե մարգարեի։ Եղիսեի հետ ապրում էր, Եղիսեն ուներ Եղիայի կրկնակի զորությունը։ Կրկնակի զորությունը։ Եվ ինչքան բաներ էր տեսել, հրաշքներ ու նշաններ էր տեսել։ Եվ նույն աշակերտն էլ Եղիսեն էր։ Բայց տեսեք Եղիսեն կրկնակի զորություն ստացավ, բայց Գեզին վերջը ինչ եղավ, զարկվեցավ բորոտությունով։ Ասելուց միտքը նրանում է կանեմ եղբայրներ եւ քույրեր, որ այսօր մենք ամեն օր պիտի հետևողական եղնենք, թե այսօր մենք ինչ ենք փնտրում եւ ում ենք փնտրում այս կյանքը։ Սրբությունն ես փնտրում, Քրիստոս ճանապարհն ես ուզում ավելի քո կյանքում արմատավորվի, թե աշխարհ ավելանա։ Գեզին դրան ուշադրություն չդարձրեց։ Գեզին մարգարեի հավասար մարդ էր, բայց մի բայց կար, որ նրա մեջ նյութապաշտությունը, աշխարհասիրությունը եւ տարբեր բաներ ավելացավ։ Այսօր մենք էլ Աստծո տան մեջ եղնելով, մեզ չթվա թե մենք հզոր ենք, ուժեղ ենք, մենք այդքան հրաշք ու նշան չենք տեսել, ինչքան որ Գեզին տեսավ։ Ինչքան որ նա տեսնում էր։ Մենք այսօր այդքանը չենք տեսել։ Բայց այդքան տեսնողը նյութապաշտության ետևից գնաց, բա որքան առավել մենք, ամեն մեկս։ Դրա համար Սուրբ Հոգին այսօր ամեն մեկից ուղղում է։ Այսօր դու Գեզի հոգեբանություն ունես, թե Եղիսեի։ Եղիսեն մեկ բան էր փնտրում ու փափագը, որ չթողնի Աստծո ճանապարհը, բայց Գեզին մեկ ճանապարհ բռնեց։ Եվ գրված է 4-րդ թագավորաց 5 խոսքից բոլորիս քած ծանոթ համարներ եմ կարդում, այս են երևույթն է, որ Նեհեմիա ասորին եկավ բուժվեց, Գեզին վազեցում հետևից։ Այդ զորավարի հետևից ասավ ես իմ բան պիտի պոկեմ սրանից։ Ու տարավ տեսեք ինչ ասում։ Գրված է 26 գլխում ասում է 25 խոսքից եմ կարդում։ 5-րդ գլուխ 25 խոսք։ Իսկ ինքը եկավ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ Եղիսեն ասեց նրանց. Որտեղից Գեզի եւ նա ասեց. Ծառատ այս կամ այն կողմից չի գնացել։ Այս կամ այն կողմ չի գնացել։ Եվ Եղիսեն նրան ասեց. Չէ որ իմ հոգին գնացել էր, երբ որ մարդը ետ դարավ իր կառքիցը քեզ դիմավորելու։ Ժամանակն է արծաթ առնելու եւ հանդերձներ, ձիթենիներ, այգիներ, հոտեր, արջառներ եւ ծառներ ու աղախիններ առնելու։ Ուստի Նեհեմիայի բորոտությունը քեզ եւ քո սերունդի վրա փակ չի հավիտյան եւ նա դուրս եկավ նրա առաջիցը ձյունի պես բորոտ։ Գեզին կանչված էր մի մեծ գործի։ Մարգարե տեղներ։ Բայց տեսեք ասма այն որ այն մարդը որ կառքը հետ վերադարձեց իմ հոգին ընդեղ էր արդեն ասում։ Բայց ասավ ժամանակն է այսօր արծաթ առնելու, հանդերձներ առնելու, այգիներ տնկելու, աղախիններ ունենալու, ասավ այն բորոտությունը, որով որ զարկված էր Նեհեմիան,
կզարկվես դու և քո սերունդը։ Այսօր մենք ամեն մեկս օրինակներ ենք այս կյանքը։ Քո օրինակով դու կարաս բորոտության տանես քո ազգը, քո սերունդը, քո շրջապատը։ Եվ քո օրինակով, իմ օրինակով մենք կարանք բորոտությունը բժշկենք ինչպես որ Եղիսեն արավ։ Այսօր իրականը, որ նայում ենք առօրյա կյանքը, եղբայրը շեշտեց, փշերի օրինակը բերեց։ Այսօր մենք ավելի շատ որ նայենք, քննենք հարազատներ, մենք առավոտը կանուխը, ում երեստ ենք փնտրում և նպատակս որն է։ Քեզ չթվա թե այս միտքը չի մոտենալու, սա մոտենում ամեն օր ամեն մեկից, բայց ընտրությունը դուք պիտի անես։ Ընտրությունը ես պիտի անեմ։ Եվ ամեն օր նա մոտենում է։ Եվ Տերն է գիտի, որ մոտենում է։ Իհարկե նա չի կարա առանց Աստծո ցույլ տվությամբ նա քեզ մոտենա։ Բայց Տերը նայում ասում է Տիրոջ հոգին ընդեղ էր։ Ինչպես որ Եղիսեն ասավ իմ հոգին ընդեղ էր, այսինքն դա Տիրոջ հոգին էր։ Եվ այսօր Աստծո հոգին շրջում ամենուրեք։ Եվ ամեն առավոտ այս լույսը որ բացում է, նա տեսնում է դու արդյոք այսօր ինչ ես փնտրում։ Արծաթ ես փնտրում, հագուստ ես փնտրում, ունեցվածք ես փնտրում, թե իր երեսն ես փնտրում։ Եթե դու իր երեսը կփնտրես օրը, նա քեզ չի կարող նվաճի։ Խնդիրը հոգսը, նա քեզ չի կարող թուլացնի։ Մարգարե մարդ էր, ասավ Եղիսե ասավ, Գեզի ասավ, արդյոք ժամանակն է այսօր այդ ունայն բաները փնտրելու։ Մենք հաճախակի շատ բաներ խոսում ենք, բայց իրականը մեր կյանքի հետքերը ցույց է տալ, թե մենք այսօր ինչ ենք փնտրել եւ ում ենք փնտրում։ Այսօր ում ես փնտրում դու եղբայր ես եւ քույր ես։ Ինչ ես փնտրում։ Քեզ Աստված մեծ գործի համար ականջ է։ Մեծ ծրագրի մեջ է մտցրել ինձ ու քեզ։ Իրա որդիներն ենք։ Եվ մենք այսօր իրա որդիներն ելելով մեր նպատակը մեկ բան պիտի եղնի, որ նմանվենք մեր հորը։ Գնալով նմանվենք, բայց գնալով մենք չենք նմանվի։ Գնալով ավելի շատ մեր փնտրտուքները փոխվել է։ Կփնտրես Քրիստոս, քո ճանապարհն էլ է փոխվում։ Քո մտածելակերպը կփոխվի։ Ոչ թե դու կփոխես, Բարձրյալը կփոխի։ Տեսեք ինչ է գրված Սաղմոսները։ Ասում է երանի է ժողովրդին, որ փողերի ձայնը կճանաչե։ Երանի այն ազգին, որ փողերի ձայնը կճանաչե։ Գրված է Սաղմոս 89:15 խոսքից։ Երանի այն ժողովրդին, որ գիտե փողերի ձայնը։ Երանի այն ժողովրդին, որ գիտե փողերի ձայնը։ Գիտեք, երբ որ մենք ծառայում ենք, փողը փչում էր, կար վերկաց, կար, չգիտեմ, ճաշարան էին կանչում, կար ադբոյ, այսինքն քնել դադար, եւ կար տագնապի փող։ Այսօր փողը փչում է, բայց իրականում երբ որ դու սկսում ես Տիրոջը ճանաչել, այսօր տագնապի փողն է հնչում։ Բայց շատերի միտքը, եթե իմ միտքս քշեր ցերեկուտելն է, մտածում եմ, թե ճաշարանի փողը փչեց։ Կային մարդիկ, փողերի ձայնը չեն ճանաչում, հենց փողը փչում էր, մեր ճաշարանի դռանը կանգնա։ Եղբայր ասում ենք, լա դրա ժամանակը չի, սա ճաշարանի փողը չի, սա շարվելու փողն է։ Զարթնելու փողն էր փչում, նայելի ճաշարանի մոտ էր, ուշքու միտքը ուտելու մասին էր։ Բայց կար տագնապի փող։ Իսկ տագնապի փողը փչում էր, ելեն մարդը ճաշարանում էր վազում։ Այսինքն այսօր փողը, ասում է երանի այն ազգին, որ փողերի ձայնը կճանաչե։ Այսօր տագնապի փողը փչում, եղբայրներ եւ քույրեր։ Պատրաստվել պատերազմի։ Այսօր ճաշարանի փող չի փչում, հագուստի փող չի փչում։ Գեզի միտք ուշքու միտքը մեկ բան էր։ Դրա համար են գավ իր հավասարակցությունից։ Այսօր ես ու դու ոչ մեկս առավել չենք։ Ոչ մեկս առավել չենք եւ ոչ մեկս երաշխիք չունենք։ Իսկ եթե քո լսելիքները, իմ լսելիքները սկսեցին այդ փողերի ձայնը չզանազանել,
Աշխարհը քեզ խաբելու, այսօր խաբում է։ Խաբում է արծաթով, խաբում է շորերով, խաբում է այգիներով, տներով ու չգիտեմ ժամանակավոր անցողի գերևույթներով։ Ինչ օգուտ է։ Ամեն բանը սավելացնեմ, բայց հավիտենական կյանքի ձգվեմ։ Եթե մենք այնքան կփնտրենք Տիրոջի երեսը, Աստված Տերը քեզ կհայտնի, թե այսօր որ փողն ապչում։ Այսօր տագնապի փող ապչում, եղբայրս եւ քույրս։ Պատրաստվել պատերազմի։ Իսկ պատերազմին պատրաստվելու համար դու պիտի յուղ հավաքես։ Դու պիտի զինվես, դու պիտի սպառազինվես։ Որտեվ լավ օրեր չեն սպասվում։ Լավ ժամանակներ չեն սպասվում։ Բայց Աստված գիտի իրաններին պահել։ Տերը գիտի իրաններին պահել։ Ինչպես որ Եղիսեն ասավ իմ հոգիս այնտեղ էր, այսօր Աստծո հոգին էլ ամեն օր հետևում է մեզ։ Այսօր ես ինչ եմ փնտրում եւ ում եմ փնտրում։ Այսօր ես իր երեսն եմ փնտրում։ Այսօր որ ինքը իմ կյանքի մեջ ավելանա։ Իրան շահեմ, թե աշխարհը շահեմ։ Իսկ իրան շահելու համար մենք պիտի գնանք դեպի իրան, դեպի իր խոսքը։ Մեր կյանքի աղոթները պիտի ավելացնենք։ Իր խոսքի համապատասխան ապրել այնքան կավելացնես ինքը զուգահեռ քեզ ընդառաջ գալիս է։ Այնքան ինքը գալիս է։ Այս կյանքը քո համար ինձ համար արժեքազրկվում է։ Այս կյանքի ես չեմ ասում մեկ հագնի, մեկ ուտի, մեկ խմի, հարազատներ, եղբայրներ, քույրեր, ճիշտ հասկացեք։ Այսօր շատերի կյանքի նպատակը ուտելն է։ Ես շատ ժամանակ շատ մարդկանց հարցնում ասում, քո կյանքի իմաստը դու ապրում ես ուտելու համար, թե ուտում ես ապրելու համար։ Թող Տեր օգնի, որ մենք այսօր լուսաբանվենք։ Աստծո տված մեկը եղբայր անցած կիրակի հիշացրեց, կհիշեք։ Երբ որ Եղիային հրեշտակը ասավ, վեր կաց եւ կեր, այս իմ տվածը քեզ 40 օր ճանապարհ տանել։ Այսօր մեր նպատակը դեպի երկինքն եղնի։ Իսկ դեպի երկինքը լինելու համար ես պիտի ձգտեմ ամեն օր սրբացման։ Արդյոք այսօր այդ ձգտում, այդ փափագը քո կյանքում իմ կյանքում ավելանում է։ Եղիսեն էլ էր աշակերտ, Գեզին էլ էր աշակերտ։ Եղիսեն կրկնակի զորություն ստացավ, Եղիսեն բորոտը բուժեց, Եղիսեն հրաշքներ արավ, մեռելնեն հարություն տվեց, բայց Գեզին բորոտությունով զարկվեց։ Այսօր մենք ունենք լիքը դժվարություններ, խնդիրներ ու պրոբլեմներ, եղբայրներ եւ քույրեր, խնդիրները, պրոբլեմները լուծողը Բարձրյալ Աստված է, հզորը Հիսուս Քրիստոսն է։ Հանձնել ես քեզ քո խնդիրները, քո օքսերը էլ մի ծանրաբեռնվի։ Եթե մի բժշկի ես գնացել, բժշկին հայտնում ես քո հիվանդությունը, էլ պետք չկա, որ դու միջամտես, որ բժիշկ ինձ այս ձև բուժի։ Դե ասում է բուժումի ձևը գիտեր, տղա ջան, կամ աղջիկ ջան, կամ քույր ջան, դե բուժեր քեզ էլի։ Եկել ենք այսօր մեր բժիշկին վստահենք, որը Հիսուս Քրիստոսը ինքը գիտի ձևերը։ Եկել ես այդ Աստծուն, միտքդ մի ծանրաբեռնի ունայն բաներով։ Իսկ եթե ծանրաբեռնված ասա, թե ինձ այս վիճակից հանի, վստահում եմ քեզ։ Երբ որ օրինակը բերեցի, ասում 40 տարի Իսրայելը անապատը այդ արևի, այդ շոքի, այդ դժվարության մեջ քայլում էր, ասում որիդ կոշիկները մաշվեցավ եւ որիդ հագուստը քրքրվեց կամ փչացավ։ Բայց մենք ունայն բաների վրա ենք այսօր ավելի շատ մտածում։ Դու մի կարծի, թե ես չկարծեմ, թե սուժեղ եմ։ Եթե մի փոքր թուլացար, այս աշխարհը քեզ կուլա տալու։ Բայց ցավոք սրտի այսօր այդ երևույթները շատացել է։ Այդ երևույթները շատացել է։ Հիշում եմ մի դեպք, պաշտամունքից մարդիկ դեռ դուրս չեկած, մեկ է զանգեցին կնոջս, թե բա, այս ինչ խանութը,
Այս ինչ բանը զեղչ է, հասցրար, այ Տեր Աստված ասում է, մարդիկ պաշտամունքից դուրս են եկել, ռազմիկներն ինչի վրա է աշխատում։ Յանում թե ընկար էլի, այս կոշիկներից ընկար, հեչ չընկանք։ Աստծո կոշիկներից չզրկվեմ, Տիրոջիցս չզրկվեմ, Աստված իրանների մասին հոգս կանել գիտի, եղբայրներ և քույրեր, բայց գեզին արծաթասիրության հետևից ընկնելով, իրա այն կարևորը, որ պիտի Աստված իրա կյանքում ծրագիրն էր նրանից զրկվեց, բորոտությունով զարկվեց ոչ թե մենակ ինք ուշադրություն դարձեք, այլ նաև ասավ քո սերունդը։ Հիմի այսօր ես ու դու ամեն մեկս օրինակ ենք մեր սերունդին, օրհնության և բորոտության։ Թող Տերը օգնի, Տերը զորացնի, որ նպատակդ փոխի եղբայրս և քույրս, եթե նպատակդ այս կյանքի ունային բաներն է, կզարկվես բորոտությունով։ Այդ բորոտությունը չի խնայելու ոչ մեկին։ Այդ բորոտությունը խնայելու է նրանց, ովքեր որ Քրիստոսի ծածկույթի տակ են մտնում։ Եվ ասավ երանի այն ժողովրդին, որը փողերի ձայնը գիտի։ Այսօր տագնապի փող է փչում, տագնապ, իսկ տագնապի փողը, որ փչում էր զորամասը, զորքը հավաքվում էր։ Ամեն մեկը զինանոցն էին վազում, զենքերը վերցնում էին ու սպառազինվում էին, պատրաստվում էին պատերազմին։ Այսօր փողը ոչ թե ճաշանի փողն է փչում, ոչ թե քնելու, այլ արթնանալու և պատրաստվելը պատերազմի։ Թող Տերը զորացնի ամեն մեկիս։ Ամեն։ Աղոթենք։